356 թվականին տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են եւ այսինքն ոչ մի վերապահում նրանց չկա, որովհետեւ իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բայց ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլի եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ, 2020 թվականի հրատարակության Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակության համաբարբար կանոնագիր հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Չէ, բանում կոչվում է կուսության ուխտ, այդ ամեն ինչ իրար հետ կոչվում է կուսակրոնություն։ Կուսության ուխտ։ Տենց է կոչվում։ Եվ հստակ սահմանված է, թե ինչա տեղի ունենում։ Ես դες ընդ որում այն մյուս հայոց կանոնագրքում տասնյակ հոդվածներ կան, ես մի օրինակ վերեմ։ Ուրեմն կանոնագրքի կանոն անկյուրիա կոչվող ի կանոնը ասում է հետևյալը. նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը հոգեվորականների մասին, շնություն անելով, այլևս կույս չեն կարող համարվել, այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետեւ այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն։ Եվ նրանց համար սահմանվելու է 2 տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, այսինքն նրանք պետք է դուրս մղվեն եկեղեցուց։ Եվ մտնելով եկեղեցի 1 տարի ապաշխարողների հետ լինեն, տեսնել ապաշխարության ջերմությունը եւ հաղորդ լինել օրենքներին, բայց քահանայության օծմանը չպետք է մերձենան։ Այսինքն քահանայական գործունեությունը արգելված է նրանց իրականացնել։ Ինչպես այն կույսերը, որ մերձենում էին ոմանց որպես քույրեր, ցարթան իգական սեռի կուսակրոնների մասին ասում, այդպիսիներին պետք է արգելենք, որ այլևս նման բան չլինի։ Այս կանոնը որը հայ առաքելական եկեղեցու արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի իրավական, պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար, տեսեք ես 4 դարի գիրք չեմ բերել, 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ, ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցուց,
Եվ ինքը իրավունք չունի, եւ նրա կողմից սրբություններին դիպչելը անգամ սրբապղծություն է, սրբապղծություն է։ Այստեղ ընդդիմությունը մի ուրիշ բանել էր ասում, կներեք շատ չեն, ասма եկել են եկեղեցու ներքին գործերին խառնվում են։ Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է։ Ոնց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում։ Այդ մեր եկեղեցին է, այս մեր ուխտն է, այս մեր ավանդույթն է։ Եվ կոնկրետ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցու իրավական պարտադիր ուժ ունեցող օրենքի համաձայն ինքը եկեղեցուց դուրս է արձագանքեք Համեցեք արձագանք Շնորհակալություն պարոն վարչապետ Եվս մեկ հարց մեր ընդդիմախոսները այս քայլերը եւ այս հարցադրումները կապում են եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու համատեքստում իրենց բնորոշմամբ ռեպրեսիաների կառավարության կողմից իրականացված ռեպրեսիաների տեսքով եւ ես անկեղծորեն նաեւ ինքս կուզեի այդ համատեքստում մեր կողմից այդ հարցը բարձրացնել իսկ ընդհանրապես արդյոք եկեղեցին իրավունք ունի ծավալել այն գործունեությունը որը վերջին 1 եւ ավել տարիների ընթացքում ծավալում է եւ մանավանդ այն համատեքստում երբ մեզ մեղադրում են հակասահմանադրական ընդհուպ գործունեության մեջ կուզեի անդրադառնալ եկեղեցի կառավարություն հարաբերություններին այս համատեքստում, այսինքն կառավարությունը մտնում է եկեղեցու ներքին գործերի մեջ եւ հակառակը եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ։ Պարոն Աղաջանյան, տեսեք, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2020 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2021 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2022 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2023 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2024 թվականին։ Այդ հարցերի մասին ես խոսել եմ։ Չեմ խոսել։ Ինչու եմ հիմա խոսում։ Որովհետև հիմա ես առերեսված եմ փաստի հետ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ այո, նաեւ որպես վարչապետ, որովհետև չեմ կարող կիսել այդ երկու իմ բնությունները, առերեսվել եմ փաստի հետ, որ մեր սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Հասկանում եք, ես տեղի իմ ոչ միայն իմ, բայց այդ թվում նաև իմ սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Ես գիտեք, ես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ եւ դա երբեք չեմ էլ թաքցրել։ Ես ասենք Սուրբ Զատիկը եւ Սուրբ Ծնունդը ուղերձով եմ հանդես գալիս եւ սաղմոս եմ արտասանում։ Ես երբեք իմ հոգևոր զգացումները չեմ թաքցրել։ Եվ ես հիմա առերեսված եմ այս փաստի հետ։ Ես մի կողմից մեր եկեղեցին մեր սրբության սրբոցը, մյուս կողմից իմ ու Աստծո հարաբերությունները։ Չեմ կարող այս փաստը